Մի քանի կետի կփորձեմ անդրադարձ կատարել։ Առաջինը սահմանադրական դատարանի որոշումը պետք է ճիշտ ընկալենք, որովհետև սահմանադրական դատարանը ուղղակիորեն արձանագրել է ձևավորված պրակտիկայի հակասահմանադրական լինելը։ Անունը ինչ էլ որ գրենք, ընդ սահմանադրական այս ձևով, այն ձևով, ուղղակիորեն արձանագրել է օրենքով ձևավորված պրակտիկայի հակասահմանադրական լինելը։ Ինչի եմ դա ասում, գործընկերս նշեց, արդեն կան որոշումներ, որտեղ երկար հիմնավորում են ինչի հանցագործության հետ կապը էական չի։ Սա ինչի է շատ կարևոր, սա կոչ է բոլոր դատավորներին, ովքեր գործերը քննում են։ Մի քիչ դուրս եկեք դասընթացների ծավալներից, ինչ որ դասախոսները գալիս միջազգային փորձագետները նկարագրում են, փորձեք օրենքի վերլուծություն անել։ Որովհետև գործընկերս նաև ներկայացրեց 4-րդ մոդելի երկիր, 3-րդ մոդելի երկիր։ Հայաստանի Հանրապետությունը որևէ մոդելի երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը երկիր է, որտեղ գործում է որոշակի իրավական համակարգ։ Եվ այդ իրավական համակարգի շրջանակներում կես կատակ կես լուրջ, ես ասում եմ, սպասում եմ հեսա մի հատ պահ, որ հայցվորը հեսա մի հատ արգումենտ կբերի ու կասի այն դասախոսի 3-րդ սլայդում այսպես է գրված։ Դատավորն էլ մի հատ վճիռ կգրի, որում կասի այն դասախոսի 4-րդ սլայդում է այսպես գրված ու կբերեմ դա այս մի հատ օրինակի վրա, ինչի եմ դա այդպես կարծում ու անցնենք առաջ, բոլորը խոսում են, որ այս գործերով ապացուցման շեմը հավանականությունների գերակշռությունն է, հավասարակշռությունն է։ Դա սլայդներից դուրս ոչ մի տեղ չկա, որովհետև գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որտեղ ստանդարտը հետևյալն է։ Դատարանը գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ուրիշ ստանդարտ չկա, ուրիշ ոչ մի իրավական ակտում, ոչ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում, ոչ քաղաքդատում կան պրեզումպցիաներ։ Եվ քաղաքդատ ունի պրեզումպցիաներ, եւ նյութական իրավական նորմեր ունեն պրեզումպցիաներ, բայց այս պրեզումպցիա կոչվածն էլ որպես պրեզումպցիա չի ձևակերպված։ Այդ պրեզումպցիաները չի լինում, եթե այսպես լինի, ապա այս պրեզումպցիան կգործի։ Գործում է ինչ որ պրեզումպցիա, ինչա պրեզումպցիան։ Սա ձևակերպում է, որ ասում է համարում ենք այս փաստը հաստատված կամ հետքված, քանի դեռ հակառակը չի ապացուցված։ Հիմա բոլորը խոսում են այ որ ինչ որ ուրիշ ստանդարտ է գործում։ Վենետիկի հանձնաժողովը երբ որ կարծիք է գրել սահմանադրական դատարանի դիմումով, նաև մատնանշել է հենց այս հակասությունը, ասել է, այ այս նման գործերով ցանկալի է որ լինի այսպիսի ապացուցման ստանդարտ, բայց այդպեսին չի։ Ավելին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մի շարք գործերով արձանագրել է, որ ենթադրության հիման վրա դատարանը չի կարող որոշում կայացնել։ Ընդ որում ես դեմ չեմ որպես քաղաքացի եւ որպես փաստաբան, որ այս ստանդարտը քաղաքացիական գործերով հաստատվի։ Այո, ում ապացույցներն էին ավելի շատ, ում արգումենտներն էին ավելի համոզիչ։ Բայց կրկնում եմ, գործում է այլ սկզբում, գործում է պրեզումպցիաներ, հայցվորը միշտ մեղավոր է, պատասխանողը միշտ ճիշտ է։ Կոնցեպտուալ եմ ասում։ Այ եթե վնասի հատուցման հարց է, վնաս տվողը միշտ մեղավոր է, եթե հակառակը չապացուցվեց։ Այ բայց հնարավորություն ունենք այս ամբողջը ապացուցելու, ապացույցները բերենք, դատարանին ներկայացնենք, դատարանի մոտ ձևավորում է կարծիք, դատարանը համապատասխանաբար որոշում է կայացում։ Մեկ այլ էլի դատավարական ստանդարտներից դուրս է, քննարկվում է, որ դատարանում պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ ինչ-որ տնտեսագետ, ով պիտի կատարվի հաշվապահություն։ Սենց իմ ուղեղում որպես իրավաբանի դա սենց սկսում է բանել, սենց չտեղավորվել ոչ մի ձև։ Այդ նույնն է ոնց որ ասենք դե քանի որ շինարարական գործեր են անում, դատարանում պետք է մասնագետ, ով որ պետք է գա ինչ-որ շինարարությունը բացատրի։ Մեկը պետք է գա տնտեսագիտությունը բացատրի։ Իրականում դրա համար քաղաքացիական դատավարության օրենսդրությունը շատ վաղուց լուծել է հարցը, ասում եթե հարց կա, որի համար հատուկ գիտելիք կա, խնդրեմ դիմեք փորձագետի։ Ու դատարանը ունի փորձաքննություն նշանակելու իրավունք։ Այ հիմա դատարանում որ փորձագետը նստած ինչ որ հաշվարկներ է անում, կամ չկա այս պահին, հա, են մնացել հարցիկները, բայց եթե լիներ, այսինքն դա ինչ է լինում, դա ինչ դատավարական գործողությունն է, դատավարական գործողությունների մեջ որտեղ է տեղավորվում, չկա։ Հիմա վերադառնամ ձեր հարցին, ինչի ես ասում, որովհետև իրականում մեր մոտ այս մոդելի երկիր ձևակերպումը պրոբլեմատիկ է, կարող են լինել, սա շատ կարևոր է, մոդելներ, որտեղ գույքի բռնագանձումը կապ չունենա հանցագործության հետ, բայց չի կարող լինել մոդել, երբ որ անձը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ կամ կապ ունի հանցագործությունը, դրա հիմքով սկսենք ստուգել իրեն, ուզում ուշադրություն հրավիրեմ, հիմքը գործը ուսումնասիրությունը սկսելու ոչ թե օբյեկտիվ պարամետրն է, ու կբերեմ հիմա օրինակ, որտեղ օբյեկտիվ պարամետրով ստուգում է տեղի ունեցել, այլ այն է, որ անձը մեղադրվում էր հանցագործություն կատարելու մեջ, ընդ որում չեմ ուզում հիմա քննարկեմ, արդարացվեց, մեղավոր ճանաչվեց, որտեղ երկու ծայրահեղ դեպքերն էլ կա, արդարացվեց հանցադեպի բացակայությամբ, ասում է, չէ, մեր մոտ
հանցադեպի, այսինքն հանցագործություն չի տեղի ունեցել, ոչ թե անձը չի կատարել հանցագործությունը, ոչ թե ժամկետն է անցել, ոչ թե այլ հիմքեր կա, այլ հանցագործության փաստն է հերքվել, նախկին քրեական դատավարության օրենսգիրքը նման հնարավորություն տալիս էր, նորում մի քիչ ավելի փոխվել է եւ հանցադեպ հանցակազմի ձևակերպումները փոխվել են, ուղղակի ձևակերպումը տրված է անձը չի կատարել հանցագործությունը։ Անձը մեղադրվում էր ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, դրա հիման վրա սկսում ենք ուսումնասիրել ու գնում ենք բռնագանձում ենք լրիվ ուրիշ գույք։ Այս սա ինքնին հակասահմանադրական է, դրա համար սահմանադրական դատարան ասեց, այ եթե ուսումնասիրություն սկսելու հիմքը հանդիսացել հանցագործության փաստը, կներեք, կարող եք բռնագանձել բացառապես, ու այստեղ նորից ուզում եմ ուժեղ կոնկրետ ցիտում է Յորդանովի գործը, հանցագործության արդյունքում ստացված գույք ձևակերպում է։ Կապը ուղիղ անուղղակի է, ինչ է հանցագործության արդյունքում ստացված գույքը։ Ու ընկալվում է, որ նաև այդ գույքի վերափոխումից ստացված գույքը։ Այսինքն պետք է ուղիղ կապ լինի։ Ապացույցների շեմը կարող է ցածր կամ բարձր լինի ըստ սահմանադրական դատարանի, բայց կապը չեն կարող ասենք այն դեմ հանցագործություն եղավ, այդ ժամանակահատվածում քո մոտ ինչ որ գույք է հայտնվել, դե ուրեմն այս գույքն է։ Այն անեկդոտ կա, որ արկղը սևա մեջ է, ուրեմն դեղին է, եթե արկղը քառակուսիա մեջ է, ուրեմն կլոր է, եթե կլոր է ու դեղին է, ուրեմն լիմոն է կամ նարինջ է։ Հիմա անդրադառնանք ինչ պետք է լինի։ 4 տարի, 3 տարի անընդհատ բարձրաձայնել ենք, ընդ որում բարձրաձայնել ենք մի անգամ, հետո մի հատ նոր որոշում ա կայացրել, վերցրել եկել ենք, ասենք, վայ, տեսնում եք, մենք ասում ենք մի հատ կայացրեց, բանի տեղ չեն դրել, հետո մի հատ էլ որոշում կայացրել մի հատ, նորից ենք վերցրել եկել ենք, ասում ենք, ախր սա էլ կա, նորից բերեք ինչ անենք, մտածենք, ասենք, դա Հայաստանին չի վերաբերվում, մի հատ էլ որոշում կայացրել, վերջինը 24 թվականի նոյեմբերի որոշումն էր ոնց որ, որը բերել ենք էլի դատարան, ասել ենք, էլի ասել են չի վերաբերվում Հայաստանին, որտեղ Բուլղարիայում օրենքն է, հետո Բուլղարիայում դատարանի որոշումն է, Բուլղարիայում այդ երկրի անունը բտարով է սկսվում, հետևաբար ատարով սկսվող երկրների վրա կիրառելի չի եւ այլն։ Հա, արդյունքում մենք ստացել ենք ինչ որ մի հատ իրավիճակ, որ վերջում պարզվեց, որ մենք ճիշտ ենք, դատավորներն ու դատախազները սխալ։ Հիմա նույն խնդիրը կրկնվում է բանով, օպերատիվով։ Սահմանադրական դատարանը շատ չի խորացել օպերատիվ տվյալներ, օպերատիվ հետախուզական գործունեություն, դրա նկատմամբ վերահսկողություն մի բարձ պատճառով։ Գործեր չեն եղել, որտեղ այս հարցերը քննարկված լինեն։ Այս հարցերը նոր-նոր սկսում ենք դատարանում քննարկել։ Երեք եմ ունեցել առաջին նիստը, ես իմ մասնակցությամբ, այսինքն վստահորդի հետ կապված նիստ եղել էր, բայց իմ առաջին մասնակցությամբ, երբ որ մենք օպերատիվ տվյալ, օպերատիվ հետախուզական գործունեություն, վերահսկողություն, օրինականություն, այս հարցերը դեռևս քննարկման առարկա չեն դարել, հիմա են դառնալու, եթե քննությունը դատարանում ՍԴ-ում լիներ բանավոր, սրան հնարավոր կլիներ ավելի ուշադրություն հրավիրել, որովհետև այդ պահին արդեն ինֆորմացիան կար, ոնց է իրականացվել, բայց փաստը մնում է փաստ, որ հիմա էլ մենք մի ցիկլ պետք է չանցնենք, որ նորից գանք բացատրենք, ցույց տանք, հիմնավորենք, վերջում մեզ ասեն, չէ, մեր մոտ 5-րդ մոդելն է կամ 7-րդ մոդելն է կամ բանա, ռեստայլինգ եղած մոդելն է, վերջում էլի գանք նորից կանգնենք մի հատ իրավիճակի, որ մեկ է, որ մի հատ ՍԴ-ն, Բեժրաբեկ դատարանը կամ ՄԻԵԴ-ը մի հատ էլ այդտեղով որոշում պետք է կայացնի։ Հիմա ինչ պետք է լինեն գործերը։ Գործերը շատ պարզ է, երբ որ հայց ես ներկայացնում դատարան, ուզում եմ ուշադրություն հրավիրեմ սահմանադրական դատարանի որոշման բավականին ինտենսիվ վերլուծությանը, որ սա սովորական քաղաքացիական դատավարություն է։ Այսինքն որևէ սուպեր առանձնահատկություն չկա, ինչ որ քաղաքացիական դատավարական գործընթաց է տեղի ունենում։ Ուրեմն երբ որ քաղաքացիական դատարան հայց ես ներկայացնում, որի հիմքերը, այսինքն ասում ես ինչի եմ ես ուզում այս մարդուց բռնագանձել գումար։ Ինչ որ պահանջներ ես դրել ու չես դրել կարևոր պահանջները։ Դատարանը հասել արդեն ապացույցները հետազոտելու փուլում, մեկ էլ հասկանում ես, որ մի հատ փաստական հանգամանք այն հոդվածի կիրառման համար կարևոր էր, որը դու չես ներկայացրել, ըստ էության դու պետք է հայցից հրաժարվես։ Դու կամ չհրաժարվես, դատարանը որպես արագացված ակնհայտ անհիմն հայց մերժի։ Ինչի եմ ասում, որովհետև քանի որ հայցվորը իրավունք չունի հանցագործության հետ չկապված գույքը բռնագանձել, իսկ հայցում դրա մասին որևէ բան, հիմնավորում, որևէ կետ, որևէ նշում չկա, հայցը դառնում է ակնհայտ անհիմն։ Ինչի է դառնում ակնհայտ անհիմն, որովհետև եթե հայցում նշված բոլոր հանգամանքները հաստատվեն, այն ինչ որ գրված է ամբողջությամբ հաստատվի։ Դատարանը միևնույնն է չի կարողանա կայացնել բռնագանձելու որոշում, որովհետև կապը հանցագործության հետ նշված էլ չի, որ հաստատվի կամ հերքվի։ Նույնը վերաբերվելու է օպերատիվ հետազոտական տվյալներին, այդտեղ մի քիչ ավելի քիչ խոսելու բան ունենք այն իմաստով, որ վերլուծությունները պրակտիկան չկա, ես ակնկալում եմ, որ դատարանները այս պրակտիկային կհետևեն։ Հիմա մի օրինակ էլ բերեմ օբյեկտիվ պարամետրի հիման վրա ուսումնասիրության։ Երբ որ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքար, դա մենակ նախկինի դեմ պայքարը չի, դա ընթացք եւ ապագայի ավելի շատ։
Նախկինի դեմ տեղի ունեցած գործընթացները այսօր կարևոր են միայն այնքանով, ինչքանով որ դրանք ազդում են ներկա եւ ապագայի վրա։ Դա նրա համար չի, որ ինչ որ մեկին պատժենք, որ 20 տարի առաջ, 30 տարի առաջ ինչ որ կոռուպցիոն դրսևորման մեջ ներգրաված ա եղել կամ ինչ որ հանցագործության մեջ ներգրաված ա եղել։ Դրա համար ասենք ունենք նաև քրեական օրենսգրքում վաղեմության ժամկետներ, սահմանափակումներ, որ որոշ ժամանակ հետո այլ ակտուալությունը կորում է իրականում շատ։ Պետք է պատժել, պետք է գտնել, պետք է բացահայտել, բայց չպետք է դա այնպես լինի, որ ապագան խաթարվի։ Իսկ ապագային ուղղված գործողությունների օրինակները բերեմ, երբ որ նոր դատական բարեփոխումների շրջանակներում լավ թե վատ որոշվեց, որ բոլոր դատավորները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Բոլոր, այսինքն եթե դու դատավոր ես, կապ չունի հանցագործություն, ոչ հանցագործություն, պաշտոնատար անձ, գույք ունես, գույք չունես, բոլոր դատավորները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրեց բարեվարկման ստուգման գործընթաց։ Էլ եմ ասում, չեմ ուզում քննարկեմ արդյունքները լավն են վատն են։ Հիմա նույն ձև կարող են քննարկել դատախազության հայցերը լավն են վատն են։ Սա օբյեկտիվ պարամետր է։ Ուզում եք դառնալ դատավոր, ուրեմն ձեր գույքը ստուգվելու է։ Ուզում եք լինել պետական ինչ-որ X պաշտոնատար անձ, պետք է ներկայացնեք հայտարարագիր, այդ հայտարարագրերը ստուգվելու են։ 17 թվականից սկսած հայտարարագրերում կեղծ տեղեկատվություն տալը քրեականացվել է։ Ուրեմն քրեական օրենսգրքում նախատեսվել է ապօրինի հարստացում հանցակազմը։ Քրեական օրենսգիրքը 2000 քրեական դատավարության օրենսգիրքը 2003 թվականից դեռևս ուներ առանց մեղադրական դատավճռի բռնագանձման տարեր։ Հոդված ունենք, որ վերաբերվում էր իրեղեն ապացույցների տնօրինմանը քրեական գործի ավարտից հետո, որին դատարանը անդրադարձ էր կատարում, եթե նույնիսկ չլիներ մեղադրական դատավճիռ, հա, պայմանական ասած։ Այսինքն մենք խնդիրը կայանում է հետևյալում են մարդիկ, ովքեր քննարկում են ապօրինի գույքի բռնագանձման մասին կանոններին եւ ասում են, այս մոդելն է կամ այն մոդելն է, ես խորհուրդ կտամ առաջինը փորձեն ամբողջական ուսումնասիրել Հայաստանում գործող օրենսդրությունը եւ պրակտիկան։ Այդտեղ հասկանանք մեր միջազգային պարտավորությունների լույսի ներքո, հակակոռուպցիոն կոնվենցիաների լույսի ներքո, ինչ հատվածներ են պակասում եւ այդ հատվածները ոչ թե վերցնենք մի հատ ուրիշ տեղից ամբողջությամբ բերենք, մի հատ ամբողջ օրենք ընդունենք ու նորից եմ կրկնում սլայդների վրա կամ դասախոսության նոթերի հիման վրա կիրառենք, այլ փորձենք ունենանք ամբողջական համակարգ, որպեսզի ներքին հակասությունները չլինեն։ Ես ավարտեմ ասելով, որ եթե դատախազությունը իրոք օրինականության պահպանման գործառույթ ունի, պետք է ունենա արիություն, գա հրաժարվի բոլոր այն գործերից, որոնք ի սկզբանե հարուցված են եղել քրեական գործերի հիման վրա եւ որոնցով քրեական գործի հետ կապը իրենք չեն տեսել, որտեղ իրենք 5 տարի 20 թվականից մինչև հիմա իրականացրել են ապօրինի տեղեկատվության հավաքում մարդկանց վերաբերյալ։ Ապօրինաբար երկարացրել են ուսումնասիրության ժամկետները, ուսումնասիրել են ինչ-որ գույքեր, ուսումնասիրել են մարդկանց բարեկամների գույքերը, հարազատների գույքերը, նաև այդ հարազատների գույքերը այն ժամանակ, երբ որ դեռևս բարեկամ եւ հարազատ չեն եղել։ Ուսումնասիրել են ընկերությունների այլ գործընկերների գույքերը, երբ որ այդ մարդիկ պաշտոնատար անձ կամ քրեական գործի հետ կապված չեն եղել։ Սա ֆունդամենտալ խնդիր է, որ մենք պետք է իրականում անցալենք եւ դատախազությունը հիմա պետք է սկսի այս ամբողջ տեղեկատվության ոչնչացումը, որովհետեւ անձանց մասին հսկայական ծավալի տեղեկատվությունը հավաքագրել է պահում իր մոտ եւ սկսի գնահատել այս ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների հետևանքի վերացումը։